Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ես պնդում եմ, մենք պետք է ժամկետային զինծառայողներին գնահատենք։ Մենք մինչև հիմա ժամկետային զինծառայողներին, բացի բարոյական խոսքերից, բացի նրանց պատվելուց, բացի նրանց գնահատելուց, ոչ մի կերպ չենք գնահատում։ Ժամկետային զինծառայողը, ով գնում ուղղակի 2 տարի ծառայում է իր հայրենիքին, ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, դրա դիմաց ոչինչ չի ստանում։ Պարոն Աբրահամյանը իհարկե ասում է, որ դա իր կարիերայի վրա ազդեցություն է ունեցել, իմ վրա էլ ազդեցություն ունեցել, միանշան է, պարոն Աբրահամյան, բայց իմ ու ձեր հետ ծառայած տղերքի մի ստվար զանգված խոպան չի է, հիմա վստահ եմ կփաստեք։ Հիմա նկատի ունեմ, համաձայն եմ, բայց դա էլի նյութական տեսանկյունից այն չի, ինչը մենք պետք է տանք մեր հետ ծառայած տղերքին, հիմա ծառայող տղերքին։ Ես պնդում եմ, որ մենք ժամկետային զինծառայողներին պետք է գնահատենք, ու մենք ժամկետային զինծառայողներին պետք է գնահատենք այնպես, ինչպես գնահատում են այն երկրները, որոնք ունեն աշխարհի ամենաուժեղ բանակները։ Մենք պետք է ժամկետային զինծառայողներին տրամադրենք անվճար կրթություն, ովքեր որ 2 տարի բարեխիղճ ծառայում են, ու մենք պետք է ժամկետային զինծառայություն անցած քաղաքացիներին տրամադրենք առողջապահական ապահովություն։ Եթե այս առաջարկները ընդունելի են իմ կողմից արված, ես կողմ կքվեարկեմ նախագծին ու ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ հանրային բևեռացումը, որ ասում եք, սրանով նաև որոշակի առումով կկոտրվի, որովհետև հակառակ պարագայում մարդը ընդհանրապես ստանում է բացասական բան է։ Հոգեբանականը նորից եմ ասում, պատվի զգացումը, բարոյական պարտքի զգացումը հանած, մարդը ստանում է ընդհանրապես իր կյանքում 2 տարվա մասնագիտական աճից, հնարավոր կարիերային աճից, հետընթաց ընդհանրապես կամ բացակա է դա առնչվում։ Իսկ այս պարագայում, եթե մարդը ստանում է անվճար կրթություն, եթե մարդը ստանում է առողջապահական անվճար ապահովագրություն, ես կարծում եմ մենք իրան փոխհատուցում ենք իր ծառայության դիմաց։ Մենք ասում ենք, հա, այն մեկը, որ պետք է գնար, չգիտեմ, դառնալ ուրիշ երկրի քաղաքացի, չի գնացել դառել, գնացել ընդամենը 4 ամիսա ծառայել կամ 3 ամիսա ծառայել, բայց դու դրա փոխարեն ստանում ես որտեղ դու գիտես, որ այն մեկը չէ ծառայել։ 90%-ով չէ ծառայել, վատագույն դեպքում ուղղակի երկրից գնալու էր։ Հիմա փաստը է դա, ժողովուրդ ջան, հիմա կարանք էլի նստենք, իր աչքերի մեջ նայենք ու ձևացնենք, թե այս խնդիրը չկա, ձևացնենք, թե բոլորը սիրում են իրանց երկիրը։ Պարոն Սարգսյան, իմ առաջարկը ընդունում է, Տիկին Գրիգորյան, եթե հիմա էլ չենք կարող ներառենք տեխնիկապես, առաջինից երկրորդ ընթերցում կներառենք, պարոն Սարգսյան, մենք պայմանավորվեցինք այս հարցի շուրջ։ Պայմանավորվեցինք, հետեւաբար ես կողմ կքվեարկեմ, թե ինչքան հասկանում եմ, այնուամենայնիվ դրական չի ստանա նախագիծը, դե կարծիքները լսում եմ, պարոն Սարգսյան, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, եթե մենք սա տալիս ենք ժամկետային զինծառայողներին, ես ինքս իմ քվեարկության համար չեմ զգա բարոյական առումով ինձ վատ չեմ զգա, ես սա միանշանակ ասում եմ, իսկ ես բարոյական առումով շատ եմ նայում այն հարցերի քվեարկություններին, որոնք որ նման հուզական կամ բան ֆոն կարան ունենալ։